Դերասանուհի Ռոզա Դավթյանի երկրից մեկնումը վերջին օրերին մեծ հետաքրքրության ալիք է բարձրացրել: Նրա ինստագրամյան հրապարակումը անմիջապես դարձավ քննարկման թեմա թե լրատվամիջոցներում, թե սոցցանցերում: Շատերը սկսեցին ենթադրել, թե դերասանուհին երկարաժամկետ է մեկնում արտերկիր, իսկ ոմանք նույնիսկ մտահոգված հարց էին բարձրացնում՝ արդյոք նա հրաժարվո՞ւմ է իր դերից «Վերջին զանգը» սերիալում: Սակայն իրականությունը շատ ավելի պարզ ու գեղեցիկ է: Ռոզա Դավթյանը պարզապես մեկնում է իր երկար սպասված մեղրամսին: Նրա կյանքում սկսվել է մի նոր հրաշալի փուլ՝ լի սիրով, ջերմությամբ ու ներդաշնակությամբ: Այս նոր փուլը բնական շարունակություն է նրա ապրիլի 27-ին կայացած հարսանիքին, որն արդեն օրեր շարունակ համարվում է հայկական շոու աշխարհի ամենաքննարկված իրադարձություններից մեկը: Նախքան մեկնումը Ռոզան չի մեկնաբանել, թե կոնկրետ որքան ժամանակով է բացակայում, ինչն էլ նպաստել է բամբասանքների տարածմանը: Բայց պետք է նկատել, դերասանուհին շատ լավ գիտի, թե ինչպես պահել հավասարակշռությունը մասնագիտական ու անձնական կյանքի միջև: Նա արդեն իսկ վստահեցրել է իր հետևորդներին՝ իր ամուսնությունը և հարսանեկան ուրախությունը որևէ կերպ չեն խոչընդոտելու իր գործունեությանը: Նրա այս մեղրամիսը կարելի է համարել ոչ միայն սիրո, այլև հոգևոր հանգստի ժամանակահատված: Ռոզան վերջին ամիսներին եղել է անչափ զբաղված սերիալի ծանրաբեռնված նկարահանումներով, հարսանիքի նախապատրաստությամբ ու հանրային հետաքրքրությամբ: Եվ հիմա, երբ ամեն բան դասավորվել է, դերասանուհին իրեն թույլ է տալիս մի փոքր դադար՝ լիցքաթափվելու, հանգստանալու և նոր ուժերով վերադարձի պատրաստվելու համար: Հավանական է, որ Ռոզայի և նրա ամուսնու մեղրամիսը կանցնի որևէ ռոմանտիկ քաղաքում կամ գուցե ծովափնյա հանգստավայրում: Դեռևս հաստատված տվյալներ չկան, սակայն նրա հրապարակած լուսանկարների մթնոլորտն ակնհայտորեն վկայում է ջերմ, արևոտ ու սիրառատ հանգստի մասին: Ինչ վերաբերում է «Վերջին զանգը» սերիալին, ապա ըստ նախագծին մոտ կանգնած աղբյուրների, Ռոզայի մեկնումը համաձայնեցված է ստեղծագործական թիմի հետ և նրա բացակայությունը ժամանակավոր է: Նրա կերպարը Անգելինան շարունակելու է մնալ գլխավոր առանցքներից մեկը սերիալում: Այս կարճ ընդմիջումը ոչ միայն չի վնասի նախագծին, այլև թույլ կտա հանդիսատեսին առավել մեծ կարոտով սպասել սիրված հերոսուհու վերադարձին: Վստահաբար կարելի է ասել Ռոզա Դավթյանի այս փուլը լի է երջանկությամբ և նա կրկին վերադառնալու է իր խաղին՝ ավելացնելով նոր զգացմունքներ, նոր ապրումներ և անփոխարինելի ուժ: Իսկ մինչ այդ նրա հետևորդները շարունակում են սիրով հետևել նրա լուսանկարներին ու սպասել, թե ուր է նրան տանելու սերը: Ապրել միաժամանակ երկու իրականության մեջ հեշտ չէ, բայց հենց այս օրերին դերասանուհի Ռոզա Դավթյանն ապրում է այդ ճշգրիտ հակադրության մեջ: Իրական կյանքում նորապսակ կին է՝ լի սիրով, նոր զգացողություններով, երջանիկ ժպիտով ու մեղրամսի հույզերով: Իսկ սերիալում նույն պահին մարմնավորում է հերոսուհու՝ Անգելինայի ամենածանր, հուզիչ ու ցնցող փուլը: Հիվանդանոց, անհայտություն, ցավ ու պայքար սցենարում, երջանիկ ժպիտներ ու ծաղկող սեր կյանքում: Հեռուստադիտողները հաճախ հարցնում են՝ ինչպես է նա կարողանում համատեղել այդ երկուսը: Ինչպես է հնարավոր միաժամանակ ապրել խոր հուզում ու իրական երջանկություն առանց շփոթվելու, առանց հոգեպես կոտրվելու: Ռոզայի դեպքում սա պարզապես դերասանական խաղ չէ, սա ներքին, ճշգրտված հավասարակշռություն է: Անձնական երջանկություն է չհալեցնել աշխատանքի էմոցիոնալ ծանրության մեջ: Դերասանուհին պարբերաբար կիսվում է կադրերով սերիալից, որտեղ նրա մարմնավորած հերոսուհին՝ Անգելինան, անցնում է բարդ փուլով, իսկ նրա հետևորդները, չտարբերելով իրականությունն ու սցենարը, սկսում են անհանգստանալ, կարծելով, թե իրականում նա է նման ծանր վիճակում: Բայց իրականում Ռոզան շարունակում է ապրել իր կյանքի ամենագեղեցիկ շրջանը ամուսնությամբ, ընտանեկան ջերմությամբ, նորաստեղծ ընտանեկան պատմությամբ: Հենց այս հակադրությունն էլ Ռոզայի որպես արտիստի մեծագույն փորձությունն է: Երբ հարսանեկան զգեստից անմիջապես հետո նա կանգնում է տեսախցիկի առաջ, մարմնավորում է հերոսուհու կերպարը, որը փոխանցում է ցավ և որից հեռուստադիտողն ուղղակի լաց է լինում: Իսկ հետո դուրս է գալիս հրապարակից ու ժպտում՝ սիրով լցված կնոջ պես: Եվ այստեղ է, որ հասկանում ես Ռոզան ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլ բացառիկ ուժեղ մարդ: Նա կարողանում է ապրել երկու իրականության մեջ, երկուսով էլ անկեղծ ու ապրող:
Ի վերջո դա է մեծ արվեստը՝ կարողանալ լինել քեզ տրված բոլոր դերերում իրականում ու էկրանին առանց կեղծելու, առանց կորցնելու ինքդ քեզ։ Իսկ Ռոզա Դավթյանը հենց այդպիսին է, ապրում է երկու կյանքով, երկուսն էլ իրանով է դարձնում ու երկուսն էլ նույնքան իրական։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը հայ թատրոնի և կինոյի նոր սերնդի ամենահմայիչ, տաղանդավոր ու սիրված ներկայացուցիչներից է։ Իր նուրբ արտաքինով, խոր հայացքով ու անկեղծ ժպիտով նա վաղուց արդեն կերել է հայ հեռուստադիտողի սրտերը։ Սակայն Ռոզայի գրավչությունը միայն արտաքին տեսքով չի սահմանափակվում, նրա դերասանական վարպետությունն ու կերպարի մեջ ամբողջությամբ ներթափանցելու կարողությունը նրան դարձնում են իսկապես տարբերվող ու անմոռանալի։ Ռոզան մասնագիտական կրթություն է ստացել դերասանի մասնագիտությամբ և դեռ ուսանողական տարիներից սկսել է իր առաջին քայլերն անել բեմում հեռուստաէկրաններին։ Նրա կերպարները երբեք մակերեսային չեն եղել, ամեն մեկն ունի իր պատմությունը, ապրում է, տանում է ցավ ու սեր։ Ռոզան հայտնի դարձավ հատկապես «Կույր աշխարհ» հեռուստասերիալից։ Իսկ այժմ «Վերջին զանգը» սերիալում նա մարմնավորում է Անգելինային։ Անգելինայի կերպարը շատ բարդ ու հակասական է՝ լի ներքին պայքարով, ընտանեկան խնդիրներով ու անպայման սիրո անբաժանելի զգացումով։ Ռոզան կարողացել է այս կերպարին փոխանցել մարդկային ամենահուզիչ ու խորը զգացմունքները, ստիպելով հեռուստադիտողին լացել, ժպտալ, համակրել։ Նա այն դերասանուհիներից է, ում խաղը ոչ թե դիտում ես, այլ վերապրում։ Արվեստի հանդեպ սերն ու նվիրվածությունը նրան մշտապես պահում են ստեղծագործական ակտիվության մեջ։ Նկարահանումներից բացի Ռոզան նաև հաճախ մասնակցում է տարբեր միջոցառումների, բարեգործական ծրագրերի և միշտ ջանում է իր օրինակով ցույց տալ, որ հաջողության հասնելու ամենակարևոր պայմանը հետևողականությունն ու աշխատանքն է։ Նրա կերպարը շատերի համար ոգեշնչման աղբյուր է, հատկապես երիտասարդների, ովքեր տեսնում են, թե ինչպես կարելի է պահպանել նրբությունը, համեստությունն ու միևնույն ժամանակ լինել ուժեղ, սկզբունքային։